Բարերիքով հարգելի գործընկերներ, սկսում ենք UEFA Եվրոպա լիգայի play-off-ի պատասխան Արարատ Արմենիա Ունիվերսիտետիա Կրայովա հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսը Միշել Այվազյանի և գլխավոր մարզչի միստր Մանուել Տուլիպայի հետ։ Սկզբից հարցերը Միշելին և ճանապարհենք նրան հանդերձարան պատրաստվելու համար մարզմանը։ Սկսենք մենք այս հարցերով։ Համեցին։ Միշել քո նախկին մարզիչ Արարատ Արմենիայում Վարդան Մինասյանն էր, ինչ փոփոխություններ եք տեսնում Վարդան Մինասյանի ժամանակ Միշել Այվազյանի և այսօրվա Միշել Այվազյանի մեջ։ Վարակ ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Կասեմ, որ 2 տարի առաջ չունեի այդքան փորձ ինչ-որ հիմա։ Իմ կարիերայում մեծ դեր ունեցա ԲԿՄ-ում, այնտեղ շատ խաղային ժամանակ ստացա։ Կարծում եմ հիմա ավելի ֆիզիկապես եմ պատրաստ, ավելի հոգեբանորեն եմ պատրաստ, մնացածը դուք արդեն տեսնում եք, էլի դաշտում։ Արմ ջան, համեցին։ Միշել, սա երևի քո կարիերայի ամենակարևոր խաղերից մեկն է, որը նոր ապագա է բացում ինչպես քո, այնպես էլ թիմի առջև։ Նախ խնդրեմ տրամադրությունների մասին խոսես թիմային տրամադրության և ինքդ ինչպես ես պատրաստ։ Կասեմ, որ թիմը շատ լավ է պատրաստված, թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն։ Բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչ կարևոր խաղ է մեր թիմի համար, մեր ազգի համար։ Բոլորս, նաև ես, անելու ենք ամեն ինչ դաշտում, որպեսզի կարողանանք բոլորով կերտենք պատմություն։ Այլանցել։ Միշել, ձեզ հաջողություն խաղում, արդեն մի քանի հանդիպում եք անցկացրել Տուլիպայի գլխավորությամբ և իհարկե շատ մարզումներ, կա այնպիսի բան, որը հենց նրանից եք սովորել։ Շնորհակալ եմ շատ, կան լիքը բաներ, որ սովորել եմ միստերից, շատ խաղային դրվագներ կան, որ առաջ չէի անում, կոպիտ ասած, բայց հիմա շատ բաներ կա դաշտում միստերի շնորհիվ և բոլոր մնացած մարզիչների շնորհիվ ավելի վստահ եմ սկսել անել, անում էի այն ժամանակ, բայց չէի անում նենց ոնց որ հիմա ու գնալով ավելի եմ կատարելագործում, կարծում եմ և դեռ շատ տեղ ունեմ կատարելագործելու։ Այլանցել և հնարավոր է միկրոֆոնը փոխանցես կողքը տանցնես։ Չէ, հետ կողքը դեղին շապիկով, եզանից ձախ։ Դու կլինի են մյուս տրիբունային, չկարլավա։ Հայց Ադրյան, Հայց մեդիա, Միշել ջան, նկատած կլինես, որ Արարատ Արմենիայի գրեթե յուրաքանչյուր խաղից հետո և սպորտային մեդիայի ներկայացուցիչները և մարզիչը միմյան դրական խոսքեր են քո մասին ասում։ Նման պայմաններում այդքան ականջին հաճելի խոսքեր լսելուց ինչն է ստիպում դեռ շարունակել պայքարել, չտրվել այդ հաճելի խոսքերին ու գնալ այն նպատակի հետևից և եթե այդ նպատակը կամ երազանք ֆուտբոլը սպորտային կա, որն է։ Կարծում եմ այդ խոսքերը շատ հաճելի են, շատ գնահատում եմ ու շատ շնորհակալ եմ, որ ինձ հավատում են, որ ինձ այդքան սիրում են, բայց դրանով վերցնել ու հաջորդ օրը չգալ պարապմունքի, չանել քո մաքսիմումը, կարծում եմ դա շատ սխալ կլինի իմ կողմից, որտեղ ես ունեմ մեծ նպատակներ, մեծ երազանքներ, որի հետևից ես գնում եմ, ոչ թե ուղղակի գնում եմ, այլ դրա համար տանում եմ աշխատանք, ամեն օր նվիրվում եմ մաքսիմում, աշխատում եմ առանձին և նպատակն է խաղալ ազգային հավաքականում և գնալ Եվրոպա։ Մերսի, վերջին հարցը և Միշելին ճանապարհենք Արման ջան, համեցին։ Միշել, ես նույնպես հաջողություն եմ մաղթում վաղվա համար։ Առաջին հայացքից բավականին մանություններ կան խաղային առումով ձեր և Արմեն Համբարձումյանի միջև, դիրքային տեսանկյունից որոշումներ կայացնելու և այլն։ Արդյոք մարզումներին առանձնատուկ իրեն ուշադրություն դարձնում եք, ինչպես են աշխատում կամ այլ բանի նրա հետ կապված ինձ։ Ես երբ նոր էի շանս ստանում բարձրագույն լիգա, խաղայի Արարատ Արմենիայում, պարապեի իրանց հետ, Արմենը շատ է իմ կողքին եղել, շատ է ինձ օգնել ու ես ամեն պարապմունքին, ամեն խաղին իրանից շատ բան եմ սովորել, իրանից շատ բան եմ տեսել, ինձ թվում է դրա համար էլ կան նմանություններ, էլի կարող դրա համար լինի։ Շնորհակալություն, շարունակենք արդեն միստր Տուլիպայի հետ։ Մերսի շատ։
Էրիկ Վարդանյան, Արմենիան լիգ, նախորդ խաղում առաջնության Արմենիան սարդարապատ խաղում կատարել էիք մեծ ռոտացիա, ինչ վիճակում են գտնվում թիմի ֆուտբոլիստները հիմա, արդյոք ամբողջությամբ պատրաստ են վաղվա խաղին, ֆիզիկական առումով, եւ եթե կարելի է, արդյոք մարզիչը կարող է ասել ինչ վիճակում են գտնվում վնասված կացած ֆուտբոլիստները եւ արդյոք պատրաստ կլինեն վաղ։ Շատ լավ է ֆուտբոլիստները մարզվում բավականին մեծ ինտենսիվությամբ, pero claro, nosotros tenemos como preparación para los partidos, tenemos casi 2 equipas que están jugando partidos distintos, pero no va a ser así siempre. Ընդհանրապես մրցաշրջանի այս հատվածում մենք խաղում ենք 2 կազմերով, մեկ առաջնության համար, մյուսը եվրագավաթային խաղերի համար, բայց միշտ չէ որ այդպես է լինելու։ Prácticamente la equipa que jugó en la otra semana en Craiova, prácticamente no los usamos en el partido de liga. Այն թիմը, որը խաղաց Կրայովայում, հիմնականում այդ ֆուտբոլիստները չխաղացին Սարդարապատի դեմ։ Pero lo importante de un entrenador y de una equipa que juega a este nivel es tener todos los jugadores preparados para el partido, no solamente físico, no solamente por recuperación física, pero también por intención y convencimiento que es un partido difícil, un partido que puede marcar historia para nosotros y para el país. Y lo tenemos que jugar con unas ganas distintas, diferentes. Բայց մարզչի համար ամենակարևորն այն է, որ նա միշտ իմանա, որ բոլոր ֆուտբոլիստները հետազոտակի պատրաստ են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, որովհետև մենք հիմա շատ կարևոր խաղի շեմին ենք, կարող են բարդություններ լինել, պայստայիններն էլ պետք է իմանան, որ յուրաքանչյուր պայ կարող է մտնել դաշտ եւ օգնել թիմին, պետք է թիմը կրկնակի երակի մոտիվացված խաղը առաջիկա հանդիպանը։ Դիմակայության առաջին հանդիպման ժամանակ Տուլիպան տրիբունայից էր, այսպես ասած, կառավարում հանդիպումը, ըստ նրա որն էր ավելի հեշտ կառավարել եւ կարողացավ ըստ նրա կառավարել հանդիպումը, քանի որ ավարտվեց 1-1 հաշվով, բայց մենք սովոր ենք տեսնել, որ եթե առաջին խաղակեսում թիմը լավ չի խաղում, այսպես ասած, երկրորդ խաղակեսում լրիվ կերպարանափոխված է հանդիպումը անցկացնում, բայց այդ հանդիպումը նորից ընկերկրում ավարտվեց 1-1 հաշվով։ Ուզում եմ հասկանալ նրան հաջողվեց կառավարել հանդիպումը տրիբունայից թե ոչ։ Բնականաբար ինձ համար շատ հարմար չէ լինել տրիբունայում, դա իմ հարմարավետության գոտին չէ։ Pero nosotros también sabemos que los entrenadores tienen puntos de intervención fulcrais en el juego y en la preparación, porque nosotros cuando transmitimos una identidad, cuando transmitimos una idea de juego, la preparamos durante la semana. Los jugadores tienen que saber entrar en el campo y cada uno tiene que saber lo que hace. Իմ ազդեցությունը միայն խաղի ժամանակ չէ, մենք մի ամբողջ շաբաթ պատրաստում ենք խաղին, բոլորը գիտեն իրենց անելիքը, թիմը ունի ինքնությունը խաղային եւ դա օգնում է նաեւ այն իրավիճակներում, երբ ես թեկուզ տրիբունայում։ El otro punto de intervención es cuando es intervalo. En el intervalo podemos escoger o regañar a los jugadores o informarlos de lo que está pasando y lo que queremos cambiar en nuestro juego y en nuestro juego ofensivo y lo que podemos cambiar en nuestro posicionamiento defensivo. Eso también es la clave de intervención para la equipa a favor del entrenador. La otra es cuando hacemos cambios. Nosotros cuando hacemos cambios damos señal a la equipa si queremos atacar o queremos defender. Eso es importante y mis jugadores y mi staff sabe cuáles son las ideas, sabe cuáles son las reglas. Cuando estás afuera tiene que ser por móvil, es más distinto, tarda un poquito más a que las cosas se hagan, pero nuestro staff trabaja y tiene todo en conjunto y tiene toda la información necesaria para intervenir. Ամենակարևորն այն է, որ մենք կարողանում ենք տարատեսակ միջոցներով մեր գաղափարները, մեր մտքերը հասցնել ֆուտբոլիստների, հնարավոր է այսպիսի իրավիճակում մի փոքր դանդաղ լինի, մի քանի րոպե տարբերություն լինի, բայց ամեն դեպքում մեր մտքերը հասցրեցինք նրանց, նաև
փոփոխությունները, որ կատարեցինք, դա այն մեսիջներն էին, այն հաղորդագրություններն էին, թե ինչ է պետք փոխել թիմի խաղում, թե պաշտպանությունում, թե արձակման գծում, մարզչական շտաբն էլ շատ լավ աշխատանք կատարեց։ Անջան, հետո շահոշտ։ Դուք հաջողություն եք մաղթում, առաջին խաղում մենք տեսանք, որ Արարատ Արմենիան մրցակցից արագ է։ Ամեն դեպս ֆիզիկապես նաև մրցակիցը գերազանցում է, բայց մենք արագ է եւ գնդակով էլ ավելի լավ գործողություններ է կարողանում իրականացնել։ Ինձ հետաքրքիր է մրցակիցը իր դրական կողմը տեսնում, մարզիչի դրական կողմը տեսել մրցակցի մեջ, ու առաջին խաղում մենք հատկապես ինչի շնորհիվ կարող ենք խաղալ։ Կարող եմ ասել, որ ամենաբարդը մեզ համար տվյալ մրցակցի դեմ այն էր, երբ նրանք բարձր պրեսինգով էին դիմավորում մեզ, երբ փորձում էին գրոհ կառուցել։ Entonces, nuestra equipa y los jugadores que permanecen en una estructura más fixa de construcción de juego, que son los centrales, los dos medios y los laterales, tienen que tener muy buen posicionamiento para que cuando nos tapan los espacios de dentro, nos consigamos encontrar por afuera ventaja de espacio, ventaja numérica. Por ahí yo creo las grandes ventajas que tiene el Craiova es eso y la capacidad física que tienen sus jugadores, sus medios y sus jugadores delante. Porque son jugadores no solo físicos de correr muy rápido y también de cuerpo, de intervención corporal con los nuestros jugadores. Cuando hay ese tipo de jugador, que necesita contacto, nosotros tenemos que ser más rápidos a leer eso y a salir mucho más rápido de esas situaciones. Yo creo que nosotros tenemos ese tipo de jugadores para poder jugar. Հաշվի առնելով հենց մրցակցի այդ բարձր պրեսինգը թիմից պահանջել եմ, որ առաջիկա խաղում պրեսինգը հաղթահարելու ժամանակ բոլորի դիրքերը շատ ճիշտ լինեն, շատ հստակ լինեն, որպեսզի կարողանանք գնդակով ավելի լավ դուրս գալ պաշտպանությունից։ Մրցակցի ուժեղ կողմը ֆիզիկապես ուժեղ լինելն է, ֆիզիկապես ուժեղ ոչ թե արագության տեսանկյունից, այլ մենապայքարներում նրանք իսկապես շատ ուժեղ են եւ մենք պետք է այնպես անենք, որ այդ ֆիզիկական կոնտակտներից արագության շնորհիվ փորձենք խուսափել, ավելի արագ մտածենք ու ավելի արագ գործենք քան նրանք։ Yo creo que ofensivamente también es una equipa por banda, por juego de afuera, por los corredores laterales que tienen buenas dinámicas, porque tienen la intervención del central que conduce mucho para fixar y luego tiene el extremo que anda muchas veces por dentro y nos crea dudas. Pero eso lo conseguimos hacer bien en el primer partido, tapar esa janela de oportunidad que tiene el oponente. Նրանց ուժեղ կողմերից մեկը նաև եզրերում շատ լավ, շատ արագ, շատ կազմակերպված խաղն է, առաջին հանդիպմանն էլ դա տեսանք, բայց այդ տեսանկյունից մեր թիմի աշխատանքից գոհ եմ, որովհետև հիմնականում կարողացանք փակել եզրերը, բայց առաջիկա խաղում պետք է նաև օգտագործենք այդպիսի իրավիճակներով նաև մրցակցի ազատ գոտիները թիկունքում հաղթել։ Շավարժ, դուրս Մարիանա, միկրոֆոնը փոխանցեք դու Մարիանա։ Շահորցությունը շահույթայք, նման խաղերում խոսում է ոչ միայն տակտիկայի, այլ նաև հոգեբանության մասին, ինչպես է ֆուտբոլիստերին պատրաստում այն մտքին, որ մեկ սխալը կարող է վճռորոշ դեր խաղալ դիմակայության երկրի վրա, մանավանդ որ այս խաղը կարող է պատմական նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի։ Ես երբ եկա, առաջին բանը որ արեցի, թիմին հենց հոգեբանորեն պատրաստելն էր, որպեսզի նրանք միշտ հաղթանակի քաղց ունենան եւ դրա բառապացույցն այն էր, որ մենք դարձանք Հայաստանի չեմպիոն։ Y entonces, consecuencia de ganarnos el partido es la oportunidad de jugar en Europa. Y creo que el club ha hecho un buen esfuerzo esta temporada para tenernos una equipa competitiva que tiene por cada posición dos jugadores que nosotros confiamos. Entonces se genera una competitividad interna que nos permite ir a estos juegos y saber que vamos a competir con ellos. Podemos ganar o no, pero sabemos que estamos preparados para competir. Y eso es verdad lo que dices. Eso no tiene a ver solo con talento, tiene a ver con actitud y compartimental.
եւ չեմպիոնության դրական հետևանքն այն էր, որ հիմա մենք տեսնում ենք ավելի լավ թիմ Եվրոպայում, ինձ դուր է գալիս այն, որ մենք ունենք յուրաքանչյուր դիրքում 2 ֆուտբոլիստ եւ նրանք շատ ուժեղ պայքարում են այդ մեկ դիրքի համար, կապ չունի մենք լավ կխաղանք թե վատ, կհաղթենք թե ոչ, բայց ես վստահ եմ, որ մենք կխաղանք քրտնաջան աշխատանքով, նվիրվածությամբ ու երբեմն տաղանդը ամենակարևորը չէ, երբեմն ամենակարևորը մոտեցումն է ու հոգեբանությունն է, այդ առումով կարծում եմ իմ թիմը շատ մրցունակ է։ Y esa es una buena pregunta, no solamente para mi equipa, pero para toda Armenia y para todos los equipos que quieren competir y que quieren que sus jugadores consigan después jugar a un buen nivel y cuando va a la selección nacional también compito a un gran nivel para poder ganar partidos. Ձեր տված հարցը, բարձրացած հարցադրումը շատ լավն է ու շատ կարևոր է ոչ միայն մեր թիմի համար, այլ հայկական ֆուտբոլի համար, մյուս հայկական թիմերի համար եւ այն ֆուտբոլիստների համար, որոնք նպատակ ունեն գնալ Եվրոպա ու պայքարում են ազգային հավաքականում խաղալու համար։ Մարիոս, համեցեք մենք հաջորդը ասում Լիման կարելի ասել 2 խաղում փրկել է թիմի պարտությունից, մեկը Լիգայի հետ պատասխան խաղում, մեկը Շեմրոկի հետ պատասխան խաղում, որքանով է թիմի խաղը կախված Լիմայից եւ վստահ եմ, որ մրցակիցը ուսումնասիրել է նրա խաղը եւ հատուկ պաշտպանություն կիրառի նրա նկատմամբ, որքանով դա կվնասի մեր խաղին եւ ով կստանձնի նրա դերը, եթե ստացվի պաշտպանվել շատ լավ նրա դերը։ Մենք 3 կենտրոնական հարձակվող ունենք ամբողջ թիմում եւ 3-ին էլ վստահում ենք, բայց Սանդրոն այն ֆուտբոլիստն է, որը դեռ ամենակայունն է, նա խաղացել է աշխարհի տարբեր մասերում եւ ունեցել է հաջողություն, խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, որը 35 տարեկան է, բայց ինձ ամենաշատը նրա մեջ հիացնում է, թե ինչպես է ինքն իրեն խնամում, ինչպես է կենտրոնանում իր սննդակարգի վրա, ինչպես է կենտրոնանում իր ֆիզիկական պատրաստվածության վրա, որովհետև երբ հրավիրում ենք նրան, շատերը կասկածներ ունեին նրա խաղի, խաղամակարդակի վերաբերյալ, որովհետև 35 տարեկան է, բայց նա այնքան պատրաստված է ու այնքան կայուն է, որ շատ լավ ֆուտբոլիստ է ու նաև շատ կարևոր է, որ նա կարողանում է լավ համագործակցել իր թիմակիցների հետ։ Նախկինում մենք շեշտը դնում էինք վինգերների եզրային հարձակողների վրա, Շահոյանի եւ Սերոփյանի, բայց Լիմայի գալով մեր հարձակումը շատ է ուժեղացել ու նա այդ եզրային հարձակողների հետ շատ լավ է համագործակցում։ Y después también en muchos partidos, primeramente quisimos tener solidez, un poco solidez en el medio campo, jugamos con 3 medios más intensos en la hora de defender o de recuperar, pero ahora en el último partido jugó Beni, que es quase un segundo punta, es un 10 con características ofensivas, todo eso después tiene bastante influencia en la productividad del striker, del avanzado. Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ սա թիմային աշխատանքի արդյունք է, Լիմայի գոլերն էլ ծնվել են հենց թիմային խաղի շնորհիվ, իդեպ Լիման նաև տնային խաղերում է շատ լավ հանդես եկել, կարևոր է նաև կիսապաշտպանության գիծ, օրինակ երբ Հուգոն Օլիվերան մտնում է դաշտ, ավելի հարձակողական է սկսում գործել եւ դրանից փոխվում է ամբողջ հարձակման գծի խաղը, այնպես որ այո, Լիման շատ լավն է, բայց նաև լավն է ընդհանուր թիմային աշխատանքը, մենք հույսը դնում ենք թիմային աշխատանքը։ Y un día que no pueda jugar Sandro, tenemos a Badou, tenemos a Eloya, son jugadores diferentes, pero en quien confiamos y que la época pasada nos ayudaron a ganar el campeonato. Por tanto, no nos olvidamos de lo que pasó y de lo que hicieron. Nosotros confiamos en esos jugadores también. Եթե Լիմային փակեն, վնասազերծեն, մենք այդ դիրքում ունենք Նդուրին եւ Էլոյանին, տարբեր հատկանիշներ ունեցող հարձակվողներ են, բայց եկեք չմոռանանք, որ նրանց հետ մենք դարձանք Հայաստանի չեմպիոն եւ ես ամբողջությամբ վստահում եմ նրանց։ Ողջան ունենք ինչ ժամանակ Սուրեն Հայ Արագի մեջ Okay, Հայ Ջանդո ու Հայ Ջանդո Միս միկրոֆոնը Պարոն Դուլիբա,
վաղվա հանդիպումը շատ կարևոր է եւ ձեզ առաջին հերթին հաջողություն եմ աղթում, կարծում եմ, որ Արարատ Արմենիայի հենց այս կազմը, հենց ձեր որակների շնորհիվ վաղը կարող է հայկական ֆուտբոլի համար պատմական արդյունք գնացել ու որակավորում ունենալ Եվրոպայի լիգայում եւ հիմա հարցս կա, որոշ մարզություններ կարևոր խաղերից առաջ որոշակի ռիտուալներ ունեն, եթե ճիշտ եմ հիշում, ժամանակին դուք արջիկով շապիկ էիք մատնում, կարծես թե թավիսմանը լիներ, վաղվա հանդիպմանը նախապատրաստվելիս ինչ-որ ռիտուալներ ունեք, հաշվառնելով խաղի կարևորությունը։ Te pregunto. Dice que գլխավոր թալիսմանը, եթե կարելի է այդպես ասել, վաղվա խաղի համար դրական էներգիան է, որն ունի թիմը, որը կա հանդերձարանում, մենք բոլորս իրար հետ շատ լավ հարաբերություններ ունենք ու ուզում ենք այդ տրամադրությունը, այդ էներգիան փոխանցել մեր խաղին, մինչև հիմա դա մեզ հաջողություններ է բերել եւ վստահ եմ, որ վաղն էլ բերել է։ Por eso usé mi camisa con el urso aquí, 29 partidos, porque ganamos, no la quité. 29 խաղի ընթացքում ես այդ շապիկը կրել եմ եւ չենք պարտվում, պատճառ չունեի փոխելու։ Ahora está un poco más vieja, más usada. Dice que quieres llevar mañana eso. Bueno, puede ser. Mañana conquistamos, yo corto la barba y él también. Մարտարավեր ունի մազիչը, ասում է, եթե վաղը հաղթենք, ինքը և դուք սապրվել եք։ Porque eso que me preguntó, sí. ¿Por qué tú la usas así? ¿Porque te gusta? ¿Porque te da algo, no? Որովհետև օրինակ դա քեզ ինչ-որ հաջողություն բերում է այդ մորուքը, որ կրում ես կամ։ A mí es igual. Դուր է գալիս ուղղակի։ A mí es igual con la camiseta. Նույնն է։ Դրա համար արդյոք իմացել Պարտուղիվա նախ միտքում հարցից անցները ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել, որովհետև հայկական ակումբային ֆուտբոլի համար վաղը կարող է ստանալ պատմական օրենքներ։ Suerte porque el partido de mañana puede ser histórico para el fútbol armenio. Մենք խոսում ենք, թե ինչքան կարևոր է, որ Արարատ Արմենիա խաղալիգայի փուլում, բայց ես կուզենայի իմանալ, թե անձնապես իր համար ինչ կարևորություն, նշանակություն ունի վաղվա խաղում հաղթելը եւ ինչու ոչ մասնագիտական աճ ունենալը։ Todos sabemos que para el Araraat Armenia es importantísimo jugar en la Europa League. La pregunta es para usted, para tú, ¿cómo es importante eso, teniendo en cuenta que es un desarrollo de carrera? Sí, mira, me gusta mucho soñar. Ya le he comentado aquí que soñar todavía no pagamos taxis por soñar. Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես շատ եմ սիրում երազել ու երազելը այն բանն է, որի համար մենք հարկ չենք վճարում։ Pero nosotros sabemos de la importancia que esto tiene para el país futbolista, porque hay mucha gente que le gusta de fútbol, pero el fútbol no es más una actividad deportiva. Մինչև իմ մասին մտածելը առաջին հերթին ես մտածում եմ, որ վաղվա հաղթանակը հնարավոր հաջողությունը շատ կարևոր է Հայաստանի համար եւ հայ երկրպագուի համար ու ես հասկացել եմ, որ այստեղ ֆուտբոլը պարզապես սպորտային ժամանց չէ։ El fútbol es un negocio que permite mucha gente vivir de eso, los jugadores, los entrenadores, la organización del club, el staff médico, todo alrededor, la parte que no es visible tiene una importancia muy grande y nosotros sabemos que mañana vamos a desempeñar una función grande para que la gente se convenza que aquí, en este país, hay muchas condiciones para mejorar este negocio, muchas, pero es necesario que las personas de aquí
también quiero mejorar. Y eso es importante, mucho importante para mí. Ֆուտբոլը մի երևույթ է, որով ապրում են ֆուտբոլի հետ կապված բոլոր մարդիկ, թե երկրպագուները, թե մարզիչները, թե ֆուտբոլիստները, ակումբի աշխատակիցները, բժշկական անձնակազմը։ Ու ինձ համար ամենակարևորն այն է, որ վաղվա հաղթանակով մենք ցույց տանք, որ այս երկրում ֆուտբոլը աճելու, զարգանալու շատ մեծ տեղ ունի եւ հնարավոր է բարելավել։ Այդ գաղափարը ինձ համար ամենակարևորն է վաղվա խաղից առաջ։ Շնորհակալություն։